Ճիշտ է, որ մարդիկ թողում են մեզ եւ Պողոս Արաքելներ թողեցին, բայց ամենակարևորը ով իրեն չթողեց, Տերը։ Հիսուս չթողեց Պողոս Արաքելին։ Ինչ է ասում Հիսուս, հիշում եք իր վերջին բառերը, որ պիտի երկրից գնար, ես ձեզ հետ եմ ձեր կյանքի բոլոր օրերում, մինչև աշխարհի վախճանը։ Մեզ բոլորը կարող են միայնակ թողնել, սիրելիներ, բոլորը։ Աշխարհում ամենաշատ այսօր ինչ կա, մանկատներ եւ ծերանոցներ։ Ոմանք մերժված են իրենց ծնողներից, ոմանք էլ իրենց զավակներից։ Հնարավոր է, բոլորը մեզ կարող են թողնել ու հեռանալ, բայց Տերը ոչ միայն օգնեց Պողոս Արաքելին, այլև զորացրեց, ուժ տվեց, որպեսզի Պողոս Արաքելը քարոզեր։ Ուրեմն ինչ էլ որ լինի, Տերը մարդուն չի դավաճանում, Տերը մարդուն միայնակ չի թողնում, Տերը առանց իր ներկայություն չի թողնում մարդուն։ Ոչ մի վարքյան, ոչ մի ակնթարթ Տերը մարդկանց միայնակ չի թողնում։ Տերը միշտ մեզ հետ է, այն պահին, երբ որ մենք նույնիսկ իրեն չենք տեսնում, ինքը մեր կողքը կանգնած է։ Մի գեղեցիկ պատմություն կա, որ հայրը տղային անտառով տանում էր դպրոց, ամեն օր հետ էր վերադառնում։ Մի օր ասում է տղաս, այլևս ես չեմ գալու, դու միայնակ պիտի գնաս։ Եվ տղան ինքը մտնում է անտառ եւ վախվորած գնում է, բայց հայրը հետևից գալիս էր։ Եվ երբ որ դուրս է գալիս հաղթարած, հայրը մոտենում է, ասում է ինչպես դուրս եկար, ասում է հայր, ես գիտեի, որ դու ինձ միայնակ չես թողնու, դու ինձ կհսկես իմ ամբողջ ճանապարհի ընթացքում։ Ուրեմն այնպես էլ Տերն է մեզ հսկում։ Մենք ուր որ գնում ենք, ինչպես որ գնում ենք, ընկնում ենք, բարձրանում ենք, ցավ ենք ապրում, ուրախանում ենք, Տերը այդ բոլոր ճանապարհներին մեզ հետ է եւ մեզ զորացնում է։ Ուրեմն չի լքում մարդուն նույնիսկ իր մեղքերի մեջ, որովհետեւ Տերը չի կամենում մեղավորի կորուստ, այլ նրա դարձն ու փրկվելն է կամենում։ Ինչ էլ որ լինի, Աստված միշտ ներկա է մեր կյանքի մեջ։ Եթե բոլորն էլ մեզ թողնեն, միևնույն է Աստված մեզ գալու օգնություն։ Ինչ էլ որ լինի, բոլորն էլ որ լքեն, ոչ ոք էլ չմնա, Տերը անպայման այնտեղ է լինելու։